Այսօր առավոտյան ժամը 8-ին զանգ եմ ստանում Արամից։ Նա ինձ ասում է, որ ունենք նոր նամակ Darknet-ից։ Իրականում պատրաստվում էի համալսարան գնալու ու շատ զարմացա էր, որ Darknet-ում բաց թողնված նամակ ունեի։ Ինչպես հիշում եք, Darknet-ի վերջին սերիայում մենք գտանք խոզի գլուխ, որի բերանի միջից մենք հանեցինք թուղթ, որի վրա կար լոկացիա եւ գրվածք։ Մահը անխուսափելի է։ Որոշեցինք միանգամից կոորդինատներով չգնալ, քանի որ ցուրտ ձմեռ էր եւ կոորդինատները տանում էին մեզ շատ հեռու անտառ։ Եվ դա կարծես թե մեր ամենամեծ սխալն էր, քանի որ այսօր առավոտյան Արամը ստանում է նամակ Darknet-ից, որտեղ նրան գրում են. Դուք շատ ուշացաք։ Կոորդինատները այլևս ակտուալ չեն։ Ուղարկում են նոր կոորդինատներ եւ գրում են դուք ունեք 1 օր ժամանակ։ Սա շատ տարօրինակ է, որովհետև ոնց կարող են այլևս կոորդինատները ակտուալ չլինեն, եթե ծանրոցը արդեն այնտեղ պահված է։ Ինչը չեմ հասկանում, մեր կորոմը գնում են ստուգում են այդ ծանրոցը տեղում է, թե չէ։ Իրականում շատ տարօրինակ այս ամենը ու շատ հետաքրքիր։ Դրա համար եկեք հենց հիմա գնանք նոր կոորդինատներով պարզելու։ Երեք ամիս համարյա անց մենք եւս մեկ անգամ եկել ենք այս Darknet-ի բոքսի հետևից, ինձ թվում է երբեք չի ավարտվելու այս ամեն ինչը ու մենք միշտ գալու ենք Darknet-ի բոքսի հետևից։ Ասենք ինձ մի հատ բան է հետաքրքրում ժողովուրդ իրականում, ինչի համար դու ստացար իրանցից նամակ, հասկացանք մենք 2 ամիս չենք գնացել բոքսի հետևից, բայց ասենք եթե իրանք բոքսը պահել են, չէ՞։ Իրանց ինչ գործ։ Իրանց ինչ գործ, ասենք, ինչի են ասում, որ մնացել է մի օր, 1 օր ժամանակ ունեք, արդեն չեք հասցրել վերցնել։ Հաստատ իրանք ինչ-որ խառը դվիժենիներ են անում, դա 100%։ Հա, որովհետև ժողովուրդ երբեք տենց բան չի եղել, միշտ բոքսը պահված է եղել, ասենք գնացել ենք, վերցրել ենք, կապ չունի ինչքան ժամանակ է անցել, էլի։ Ու հիմա իմ համար էս բանը շատ տարօրինակ է, որովհետև հիմա Արամի հետ եկել ենք դա խուլ գյուղ, որտեվ այդ լոկացիան փոխել են, ուրիշ լոկացիա են ուղարկել, այդ լոկացիան ավելի խուլ գյուղում է, ու այդ գյուղում կա անտառ, այսինքն աջ ու ձախ կողմերը անտառ է։ Ապա երրորդ անգամ այս մեքենան անցնում է, նորմալ է։ Նորմալ չի։ Մենք արդեն հասել ենք կոորդինատներով, հիմա դուրս ենք գալու, մտնենք անտառ ու փորձենք գտնենք այդ բոքսը։ Դրա համար սիրելի ընկերներ, շատ եմ ձեզ խնդրում, եկեք մաքսիմալ լայք հավաքենք այս վիդեոյի տակ։ Մեր ինստագրամները Միկա Կեթանյան, Արամ Շախնազարյան, անպայման մտեք եւ բաժանորդագրվեք նաեւ ինստագրամներին, որովհետեւ այնտեղ դուք նորությունները իմանում եք ավելի շուտ, քան YouTube-ում։ Արի ես Darknet-ի սերիայի տակ 10,000 լայք խնդրենք, որ հավաքեն։ Ինչ կասես։ Կարելի է 20,000 էլ չենք խնդրում, քանի որ անցած սերիան խնդրեցինք։ Հա, դուք չհավաքեցիք։ Մենք ցավոքսատի չէինք կարա չնկարեինք, որովհետև նամակ ուղարկեցին ու ասեցին, որ ունեք 1 օր ժամանակ, ու որ բոլոր գործերը մի կողմ ենք թողել, ինչպես հիշում եք վերջի վիդեոից հետո գլխիս հարված եմ ստացել ու այս վզիս մասը ահավոր ձևի բռնվել է դրանից, բացի գլխի հետ խնդիր ունենալուց այդ հարվածից հետո, նաև վիզս այս վզիս այս ձախ մասն է, չգիտես խի բռնվել, ընկնելուց է երևի եղել։ Շատ մեկնաբանություններ եք այդ թեմայով էլ գրել, իրոք շատ ապրեք անհանգստանալու համար, փառք Աստծո ամեն ինչ նորմալ է։ Գնացինք։ Ժողովուրդ, հենց հիմա մեր հետևը մեքենա է կանգնած ու մեջը 2 հոգի մարդ է։ Խուլ ճամփի վրա ենք գտնվում ու շատ տարօրինակ է։ Ինձ թվում է իմ ամես ամեն ինչն է կոնկրետ սենց լարելու, որովհետև Սենց իրավիճակներում ամեն ինչին ուշադրություն ես դարձնում, դրա համար անհնարին է, նորմալ տենց հանգիստ անցկացնես սյոմք է։ Հենց անտառում էլ բացելու ենք բոքսը, որ տեսնենք ինչա ներսում։ Գնացինք։ Այստեղ հետևը Արամի մեքենան է, Արամն է այստեղ կողքս։ Ես եմ այո։ Ու խնդրում եմ մի հատ նայեք, այստեղ մուտքի տեղ կա, նայեցինք կոորդինատները տանում են ուղիղ այստեղ։ Եկեք գնանք տեսնենք, ժողովուրդ ջան, ինչ է այստեղ լինելու, այստեղ զգուշ, իրոք բան եմ ասում, ժողովուրդ, շատ խորը անտառ է ու շատ վտանգավոր, որովհետև մտածում եմ հնարավոր է նաև կենդանիներ լինեն, բայց մենք ունենք բոքսի նկարը, խնդրեմ։
այստեղ դուք կարող եք տեսնել։ Նու բոքսի չենց կոնկրետ որտեղ են պահելը տեղի, պետք է ատեղից արդեն հասկանանք որտեղ է թաղված է, ինչ հարած է, որովհետև ամեն անգամ տարբեր ձևի են պահում։ Մի խոսքով գնացինք տենանք ինչա մեզ սպասում, շատ փլվում ես, կոնկրետ քայլում ես ու միանգամից փլվում ես։ Շուրջ բոլորը ստե ճահիճ է։ Ասենք իրնակ այն անտառասա, որ գնացել էինք, չէ՞, ձմեռը։ Մեծ հույս ունենք, որ ստեղ մեզ ինչ որ անակնկալ չի սպասում բացի բոքսից։ Ամենակարևորը որ անակնկալ չսպասվի, ինչ որ խառը կենդանիների տեսքով, որովհետև այս անտառներում բնակվում են աղբերին։ Արջերել, գայլերել, Ինչ ասես կարա լինի։ աղվեսել, Չգիտեմ, իրականում ժողովուրդ շատ լարված եմ, որովհետև բայց նայ այստեղ տենում ես այս ծառերը, որ այսինքն շուռ տված են։ Այդ բանին ահա որ ձևի նման է։ Նայեք ժողովուրդ։ Ժողովուրդ, ասենք մի այլ տիպի ճահիճա, ոտս դնում եմ ու միանգամից փլվում եմ, ասենք ճահիճի մեջ, չգիտեմ, որ շատ վտանգավոր է, հանկարծ չխորտակվենք ստեղ, ինչ որ ճահիճ չլինի, որը վտանգավոր լինի, արի մի հատ այս ծառի պահնել ցույց տանք։ Տեսեք ժողովուրդ, նայեք, այսենց ծառերը, տեսեք շուռ տված է, ինչը շատ տարօրինակ է, չգիտեմ ինչի համար ասենց, ստեղ էլ ենք փլվում գնալով, բայց ծառերը ժողովուրդ, այսենց ձևի շուռ է տված, ստեղ ավելի փոքր ծառա շուռ տված ու չգիտեմ, խնդրեմ, միանգամից ջուրն եմ գնում դեպի։ Մի խոսքով գնանք Արամի այդ դեպի լոկացիա, շատ քիչ է մնացել որ հասնենք, մեծ հույս ունեմ որ կգտնենք հեշտությամբ։ մոտավորապես այս հատվածում։ Նկարի մեջ դու տեսել ես, չէ՞ որ բանկա էր մի հատ, այսինքն ինչ որ ներկի։ Հորս արև տեսա։ Բայց ո՞նց է դա կտեմ մոտիկանը։ Չգիտեմ, հենց մի հատ փորձի այսենց ուղիղ գնաս էլի։ Այսենց պայմաններում նկարահանելն էլ է շատ անհարմար ժողովուրդ։ Այս փորձում ենք մաքսիմալ որակով բան ստանանք դեպի Darknet-ի 1 միլիոն դրամ արժողությամբ բոքս։ Ժողովուրդ, ուրեմն հասել ենք լոկացիային, հենց ստեղա ցույց տալի, բայց ստեղ բացի այս նկարի օրեշիշ ծանր է, կա մեջը բան լինի ժողովուրդ։ Հա, շատ նորի տեսք ունի, բայց ծանր է, ոնց որ փագ լինի, բայց այնտեղ մենք նկատել ենք նաև զիբիլի տոպրակ։ Ժողովուրդ, ուրեմն մեծ հավանականություն կա, որ հենց այս զիբիլի տոպրակն է, քել վերցնենք։ Բայց հուսամ մեջ ինչ որ տրակող բան չի լինի, որովհետև անցած չէ, սումկա է մեջը։ Արա ժողովուրդ սումկա է մեջը, ջոգում եք։ Բոքս չէ, զիբիլի տոպրակա մեջը սումկա է, բայց արի տեղափոխվենք այն փողոցոտ մասը, այնտեղ անենք, ինչ ասես։ Բայց էլ բան չկա, չէ։ Հələ մի հատ նկարի Թե ոտ չի բավականին ինչ որ քաշ կա մեջը։ Դե հա, օդ չի, Արամ ջան, մեջը 1 միլիոնով։ Այն անգամ խոզի գլուխը ժողովուրդ նկարանումից, որ ես առաջին անգամ տես այդ խոզի գլուխը, նենց էի նյարդայնացել, ուղղակի չեք պատկերացնում, որ 1 միլիոն վճարում ես ու խոզի գլուխ է լինում, ուղղակի մարազմա։ Դե ինչ ժողովուրդ, մենք արդեն պատրաստ ենք բացենք այս առեղծվածային տոպրակը, որի մեջ կա պայուսակ, ինչ որ, չգիտեմ ինչ պայուսակա, դեռևս չենք բացել։ Չգիտեմ, հորս ավել, բայց մեջը հանգարց պայթուցիկ չլինի, էլի խնդրում եմ։ Ավանդույթին համաձայն, մի կողմից ես, մի կողմից դու։ 3, 2, 1։ Օրույս ինչո։ Ժոր կամերա է, հլը նկարի։ Ժողովուրդ կամերա է, իր ակումուլյատորով բանով, բայց խիա կամերա։ Ապա դու կամերաներից գլուխ ես անում, Էսի մաքսիմալ 5 կամերա է, ախպեր, սովետական ժամանակների կամերա է։ Արա էս էլ ակումուլյատոր է։ Ժողովուրդ, էս ինչ է կատարվում, կամերա ենք հանել զուտ ու ակումուլյատոր ինչ որ։ Բեսամ ուրախ եմ, որ ինչ որ տարօրինակ բան չի, բայց մյուս կողմից ինքն տարօրինակ է, որ կամերա է։ Այդ շատ տարօրինակ է, ես կասեի։ Իստում ասա շատ էժանանոց Panasonic ինչ որ կամերա է, ստեղով է սենց նայում ես էլի իբր, բայց հլի մի րոպե։ Օրես ինչ է։ Կասետ։ Օրեսի կասետային կամերա է։ Ջոգում ես։ Չէ, մի րոպե, շատ տարօրինակ է այս ամեն ինչը։ Հավե, բայց եթե մենակ կամերա է, ուրեմն վիդեո է։ Կասետա բա մեջը, հաստատ վիդեո է։ Ժողովուրդ, ես անկեղծ եմ ասում, ես վստահ էի, որ այսօր մենք ավարտելու ենք այս Darknet-ը, բայց հիմա մենք գտել ենք սովետական ժամանակների կամերա, ու այսինքն այդ շարունակվում է։ Արա պետք է վիդեոն հենց նայենք, չի։ Հա, բայց վիդեոն ստեղ չենք կարա նայենք։
Որ չգիտեմ շատ տարօրինակալ է կայնի, բայց նայենք կարող էլի առաջ ասես թաց չդնեմ։ Արա ջոգում ես մեջ ինչ որ մեկի սպանելու վիդեոն լինի։ Օրոնքի։ Որովհետև բացատրեմ ինչ եմ sense մտածում, որովհետև Darknet-ում ժամանակին, չգիտեմ հիմա ոնց, կարողանում էիր գումար վճարել ու ինչ որ մեկին sense ասած վիդեոյով հա, գումար ուղի եթերում իդեպ, ուղի եթեր էին միացնում, վճարում էիր $10,000 օրինակի համար։ Կոդը կաշկա մարդ։ Հա, ուղի եթերում մարդուն դու գրում էիր, ասում էիր օրինակի համար կտրեք։ Հա, դու ճղեք։ Հա, դու ինչ ասում ես, յանք անում են։ Դրա համար ես ահավոր ձևի վախենում եմ, թե ինչ կարա լինի այս կամերայի մեջի զապիսը։ Կարող թողենք ստեյքն ու։ Բայց պատկերս, Պրոբլեմներ ինչներիս է պետք։ բայց պատկերացնում ես, այստեղ ինչ որ մի հատ շատ վատ զապիս լինի ու մեզ ոստիկանները բռնեն, Աբե պատկերացրա ինչ որ տենց տիպի զապիս լինի։ բայց չենք կարա ստուգենք։ Տարբերակ չունենք ստուգելու։ Ես չգիտեմ սրանից ոնց են օգտվում։ Հիմա պետք է գնանք ստուդիա, փորձենք լարով կպցնենք համակարգչին, այդ կասետի միջի վիդեոն հանենք։ Լարերի։ Հա, այստեղ լարերի շատ տեղեր կան, բայց ես ընդհանրապես օգտվելու ձև չգիտեմ, բայց ես գիտեմ մարդ, ով որ ռետրո կամերաներ շատ է սիրում ու իրան կարանք հարցնենք։ Չգիտեմ ինչ կարա լինի կամերայի մեջ, բայց ամեն դեպքում պետք է հենց հիմա գնանք ստուգենք, այս անտառում ցավոք սրտի չենք կարա հենց հիմա միացնենք նայենք։ Մեջը վիդեո լինի happy end։ Հա, չէ։ Դուք լոխեր եք, որ վճարեցիք 1 միլիոն դրամ, ձեզ հին կամերա ենք տալիս, հաջողություն։ Մի խոսքով տեղափոխվենք դեպի ստուդիա, որպեսզի պարզենք ինչ է գտնվում այս կամերայի կասետի մեջ։ Գնացինք։ Էլի չի աշխատում արա։ Արա դու զզվեցին արդեն նրա ոնց կարելի է սենց լնել, արա ոչ TikTok, ոչ Instagram, ոչ Telegram չի աշխատում։ Ոչ մի բան չի աշխատում, ոչ մի բան չկա։ Պերս մի վարքյան, էլի, հələ միկրոֆոնը տուր։ Ախպեր ջան։ Դու չգիտես, որ Doodle VPN-ի շնորհիվ դու կարաս մտնես համ Instagram, համ TikTok, համ Telegram, համ YouTube, բոլոր այն կայքերը, որոնք Ռուսաստանում չեն աշխատում։ QR կոդ ես ուզում։ Այս էլ QR կոդով կարաք անցնեք կամ էլ լինքով նկարագրությունների բաժնում կարաք հենց հիմա անցնեք ու ձեր համար 1 շաբաթ այդ VPN-ը կլինի անվճար։ Բայց հաստատ օգնելու է։ Ախպերս մի հատ միկրոֆոնը վեկալ։ Բարի ճանապարհ։ Հաստատ աշխատելու է։ Ես էլ է։ Կամերան գրում է։ Դե ինչ սելինկներ, ահա եւ մենք տեղափոխվեցինք եւ արդեն գտնվում ենք մի վայրում, որտեղ մենք կարող ենք այդ վիդեոն հանգիստ դիտել։ Ինչ կասես, դու պատրաստ ես վիդեոն նայելու։ Անչափ սպասում եմ, ուղղակի չեմ կարող նկարագրեմ բառերով, թե ինչքան շատ եմ ես սպասում, որ միացնենք այդ տեսահոլովակը։ Ուրեմն մենք կամերան միացրել ենք նոթբուքին, խնդրեմ հեսա տեսեք, միացրել ենք նոթբուքին կամերան, վիդեոն արդեն մեզ մոտ է էկրանին է, խնդրեմ հեսա վիդեոն։ Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, հիմա մնաց վիդեոն նայենք, չգիտեմ շատ տարօրինակ է այս ամեն ինչը, իրականում անպայման մեկնաբանություններում գրեք ինչ եք կարծում, ընդհանրապես ինչն է լինելու Darknet-ի ավարտը, որովհետև ինձ թվում է վերջավորդ միացնում ենք ինչ որ տարբեր թվերով ֆայլ է, չգիտեմ շատ եմ լարվում մենակ թե ինչ որ վատ բան չլինի։ Միացրա։ Հորս սարև։ Մի րոպե, ստոպ տուր։ Ժողովուրդ, եկեք իրար հետ միասին նայենք այս վիդեոն։ Այսքաններ։ Էս պրոստը պոլնի
Սա ես կասեի, որ թե սենց բան կա, ես չգիտեմ ինչ ասեմ։ Դե շոկի մեջ եմ base something-եր։ Ժողովուրդ էս ինչ էր։ Հələ մի հատ էլ միացրա, էլի Պոլնի էկրանով մի հատ էլ միացրա։ Ուշադիր խնդրում եմ թվերին եղի։ Հարցական։ Նայեք ժողովուրդ։ Հարցական։ Գծիկ։ Ու պիլայի մեջի տղեն։ Լույսովա։ Ու այսենց թվերա ցույց տալի։ Շատ վատնա որակը 069, այն ինչ տառը։ Ախպեր սկզբինը։ Q, սկզբինը Q-ա, բայց այս կոորդինատներ չի։ Ավտոկոսեսի կոորդինատ չի։ Որը սարև, որը ինչ հա ժողովուրդ։ Սպասի, պետք է մի հատ search անենք։ Արի մի հատ դուրս գրենք այս բոլոր կոորդինատները, գնում է հարցական, գնում է հետո գծիկ ու հետո ստացվում է գնում են այդ թվերը ու հարցական նշանները, բայց տենց կոորդինատներ չի կարա չէ լինի։ Հաստատ կոորդինատ չի։ Այսինքն մենք գնացինք գտանք խոզի գլուխ, խոզի գլխի մեջից հանեցինք թուղթ լոկացիայով, որտեղ գրած էր մահան խուսափելի է։ Այդ լոկացիան զրոյացրին, թազա լոկացիա տվին, թազա լոկացիայի մեջ sense կինո։ Բայց ինչ ես մտածում, եթե մենք 2 ամիս չուշացնեինք ու գնայինք այդ լոկացիայով, այս նույնն էր լինելու։ Չէ, նախ մի բան փոխվել է, որ փոխել են լոկացիան։ Գիտես ինչ եմ մտածում։ Կողես տեսա հոլովակը էլի նկարած ունեին, բայց դա արդեն ակտուալ չէր։ Կարող է ինչ-որ բան է, որը պետքա բացել ու ինքը ինչ-որ արտահայտություն կլինի օրինակի համար, թաքնված արտահայտություն կարա լինի։ Եվ այսպիսով այդ կոդը, որը ինքը ցույց էր տալիս, մենք հավաքեցինք, կպցրեցինք իրար, ու ինքը դառավ մի հատ այսպես ոչ մի բան չասող, անհասկանալի։ Նայեք, լեսա խնդրեմ ժողովուրդ ջան, նայեք, երբ որ միացնում ես, ինքը այսպես բան է դառնում։ Ընդհանրապես պարզ չի։ Արի մի հատ գիտես ինչ անենք, արի պրոստե այս ամեն ինչը դնենք Google-ում, որ գո կրիպտոյի հասցե լինի, բայց կրիպտոյի հասցեն ախր sense չի լինում, բայց շատ նման է իդեպ կրիպտոյի հասցեն, ճիշտ ես ասում։ Ուրեմն այս կոդը search ենք արել ու տեսեք թե ինչ է բերում։ Կրիպտոյի հետ կախված ախպեր, կրիպտոյի հետ կապված, բայց ինքը կրիպտոյի, այսինքն բան է բերում, ինչ որ տրանզակցիայի հասցե է բերում։ Ինքը ինչ որ տրանզակցիա է բաց, այսինքն ինչ որ մեկի հաշվից, հա բայց կոդը ուրիշ փոխեց։ Կոդը ուրիշ է, ախպեր, вообще չի համընկնում։ Ինչ որ առանձին թվերը համընկնում են, ջոգիր դրա համար է էսի վերում։ 0 կա, F կա, 9 կա։ Ժողովուրդ իրականում չգիտեմ ինչ կարելի է անել, որովհետև Google-ում ընդհանրապես ոչ մի տեղեկություն չի տալիս։ Ոչ մի բան այս կոդով չենք կարողանում գտնել Google-ում։ Արի մի հատ ChatGPT անենք, ChatGPT-ին արի մի հատ հարցնենք։ ChatGPT-ին նախ մի բան կասի։ Եթե հիմա ChatGPT-ն էլ մեզ չօգնեց, ուրեմն մեր հույսը մենակ դուք եք։ Ու էլի էս նկարահանումը հետ է անգնում։ Մեզ տվել են նմանատիպ թվերից ու տառերից բաղկացած կոդ։ Մենք պետք է հասկանանք ինչ է սա, եթե կոորդինատ է, ապա որտեղ է։ Խնդրում եմ օգնիր մեզ։ Տեսածը տողը շատ հավանական է, որ պարզապես պատահական տառերի թվերի հավաք չէ, այլ ինչ որ համակարգի կողմից գեներացված ID կամ token։ Էլի token-ի վրա է գնում, բայց token չի էս ընդհանրապես։ Ինչ կարող է լինել սա, base 64 կամ կոդավորված տվյալ։ Կոորդինատը թաքնված բառ, cheaper։ Կարելի է փորձել Cheezer Road Base։ Որս ինչքան տարօրինակ ու տարբեր բաներ է բերում, ասենք ժողովուրդ 15-ից ավել տարբերակ է բերել։ ChatGPT-ն էլ լրիվ անիմաստ, որովհետև մի 15-20 վարիանտ բան է բերում, ասում է կարող է token, կարող է ինչ-որ չիպավորված բառ, կոդա մի խոսքով ժողովուրդ իրոք բան եմ ասում, ես չգիտեմ ինչ անել։ Այն որ տուպիկ սիտուացիա է եկել ու այս տուպիկ սիտուացիայի միակ լուծումը ու միակ մարդիկ, ովքեր կարող են մեզ օգնել այս պահին, այդ դուք եք։ Մենք միտքս, բայց առաջարկում։ Մենք հիմա իրոք ունենք մեր բաժանորդների օգնության կարիքը, ավելի քան երբևէ։ Ժողովուրդ, ձեզ բոլորից շատ եմ խնդրում։ Արի այս վիդեոն տեղադրենք մեր Telegram-յան ալիքում։ Լինքը ժողովուրդ ներքևում է։ Այս վիդեոն, որ այս կլոնը ցույց է տալիս այդ թերթիկները ու այս կոդը տեղադրում ենք մեր Telegram-յան ալիքում։ Շատ եմ խնդրում, մտեք, ուշադիր ուսումնասիրեք, մեկնաբանությունները կբացենք Telegram-ի։ Ուշադիր ուսումնասիրեք, մտածեք ինչ կարա դա լինի ու օգնեք մեզ, որովհետև այսօրվա օրվա դրությամբ մենք ընդհանրապես չենք հասկանում ինչ կարա լինի այս թվերի
ու տարերի շարանը։ Երկու գլուխը լավ է, բայց 182,000 գլուխը ավելի լավ է։ Ձեր տարբերակները գրեք կոմենտներում, ամեն մի տարբերակ մենք ստուգելու ենք, փորձելու ենք, տեսնենք թե աշխատում է, չի աշխատում, որովհետև ուղղակի դժվար հարց է։ Իրոք մենակ որ մեր ուժերը միավորենք, տենց կհասնենք խնդրի լուծմանը, որովհետև սենց ընդհանրապես ոչ մի բան པարզ չի։ Լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, անպայման անցեք եւ փորձեք լուծել այս խնդիրը, չգիտեմ խնդիրը ինչ է, բայց փորձեք լուծել։ Նաև կարող եք այս վիդեոներից տեղադրել հատվածներ TikTok-ում, Instagram-ում, YouTube-ում, նշել մեզ եւ օրինակ վիդեո տարբերակով գուշակել, ասել, որ ես գուշակել եմ Միկա Թանգյանի Darknet-ի այս խնդիրը, որ մենք նկատենք, եթե օրինակ Telegram-ում չեք ուզում։ 10,000 լայքը չենք մոռանում, ակտիվ լայքում անպայման բաժանորդագրվում եք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին, այսինքն հիանալի կոնտենտ ստեղծելու համար։ Ու սենց անավարտ թողած այս վիդեոն սպասում ենք իր ավարտին։ Ջոգմես Darknet-ը միշտ անավարտ է մնում, միշտ Միշտ անավարտ է։ Սպասում ենք ձեզ Telegram-ում։